Ես ու կրխնցինք։ Ողջույն իմ շատ սիրելի հետևորդներ ջան, հույսով եմ, որ բոլորդ լավ եք սիրելիներս, այսօր սուրճ կամ թեյ չենք խմում, այսինքն դուք կարող եք խմել, այսօր ուրիշ բան ենք անում, ուրեմն ես մի քանի օր հիվանդ եմ, ձայն լսեցի, ասեցի ձայնը, հիվանդ եմ, ես հազս չի անցնում, հիշեցի, որ կաթ է պետք, մայիս գնացել կաթ եմ բերել, կասել կաթին ինչ ենք ավելացնելու, ինքը հենց բախուր խանութից չեմ վերցրել, ով որ վաճառում է ինքը անասուններ ունի, դրանով է զբաղվում, բերում է խանութին տալիս, մենք վերցնում ենք, խանութում 500 քանի դրամ է, իսկ իրար մոտ էլ բերում 1 լիտր 300 դրամ ավելի է շատ, հիմա չգիտեմ քամած է, քամած չի, ես քամում եմ, մի անգամ որ ես կաթնով արեցի, չքամեցի, հետո ինձ հետևորդներիցս ասեց, բայց չքամեցի, ու ճիշտ ասա, ես մի մոմենտ գնացի խանութի կաթերին, որ պաչքի մեջ է, դենա պատրաստ է, էլի ինչ քամեմ, բայց հետո հասկացա, որ ճիշտ ասում, սա բերած կաթ է, պետք է քամենք, չնայած մաքուր է, քամեցի, մի հատ բիծ, մի հատ սև բան չկա, էլի լրի մաքուր է, բայց ճիշտը քամերն է, մասա կդնենք մի կողմ, հիմա կվառենք, հեկասոջախը, դնենք գազը, եփի, ապայնով պետք է կաթը եռացնենք, նոր օգտագործենք, իչև որ կաթը կերած, երևի հետևորդներ մենք իրար հետ մի քիչ կզրուցենք, չգիտեմ են անգամ երևի հլովակը հլա չեմ գցել, ասեցի այս կաթը որ առա, հիշեցի, որ հետևորդներիցս մարինե, 2 հատ մարինե ունել, ազգանունը չեմ գրել, դե որ ասեմ ինքը արդեն կիմանա, որ իրան խնդրանքն եմ իմանել, հիշեցի, որ մարինես խնդրել էր, որ մի օր չեմ խնդրել, այսինքն ասեց մի օր մաննի պատրաստի, մաննին ինձ էլ է շատ դուր գալիս, հիմա սա տեսնեմ, եթե իմ հազս, այդ մաննին անում մենակ ես եմ ուտելու, պետք է պատրաստել, հիմա որ իմ հազիս շուտ օգնեց, կաթից չմնաց, ես ուրիշ կաթ կառնեմ, նրանով մաննին կպատրաստեմ, ուրեմն սիրելի հետևորդներ ջան, YouTube-ը նորից ինձ անուններ ա ուղարկել, նախորդ ասեմ սիրելիներս, ովքեր առաջին անգամն են միացել իմ ալիքին, խնդրում եմ բաժանորդագրվել, լայքել, չմոռանալ զանգակ կոճակը, ամենակարևորը, սիրելիներս, դե գնացի, ինչի, YouTube-ը անուններ ա նորից գրել, ինչի աս բան գրես եկել, լավ հետո նանով կսպահվեմ, հետո կսպահվեմ, հիմա, Լուսինե Սարգսյան, լավագույն, շնորհակալություն Լուսինե ջան, ես քեզ շատ սիրում եմ, պաչիկներ, այս մեկը, Անահիտ Ասլանյան, 9 կոմենտարիա, 8 սրտիկներ, հավանել է, էլի, լայքել է, իրանից էլ եմ շնորհակալ, բոլորից էլ շնորհակալ եմ, ուր անունները, Կարինե Պողոսյան, լավագույնը, շատ շնորհակալություն, Կարինե ջան, քեզ շատ պաչիկներ սիրելիս, Ռուզաննա, Ռուզաննան էլ 1 կոմենտարիա, երևի հենց այդ 1 կոմենտարիան է, շնորհակալություն Ռուզաննա, Էլմիրա Վարդանյան, մեր սիրելի Վարդանյան, որ
Viber-ով, WhatsApp-ով, անգամ իրար հետ խոսում ենք։ Նորից լավագույնը, շնորհակալություն Միրա ջան, քեզ շատ բաճկներ։ Այսինքն հետևորդներ ջան, ոչինչ նշանակություն չունի։ Բոլորից եմ շատ շնորհակալ, սրտիկներ եք դնում, գրում եք, բոլորից է շատ շնորհակալ եմ, ես ձեզ սիրում եմ, սիրելիներս, շատ գոհ եմ բոլորիցը։ Դե սպասենք կաթը լինի, նորից կմիանանք իրար։ Սիրելի հետևորդներ ջան, մեր կաթը եղած, բարձրացա, ինքը պետք է բարձրանա, նոր անջատել։ Հիմա ուրեմն կարակ եմ դնում մի կտոր բաժակի մեջ եւ կես գթար կուրկումա են ասում, ոնց ցանկանաք։ Սա շատ օգնում է հազի։ Եթե չգիտեք, դուք էլ կարող եք օգտագործել։ Հիմա կաթից կլցնենք, անենց էլ հոտը գալիս է, կաթի հոտը։ Այդ խանութից, որ առնում եք, նրա դեղից կաթի հոտ չեմ առնում։ Հիմա ես տարիներ ամենք, ճիշտ ամենք քիչ ենք ծնողները մի տարի, երկու տարի են անասուն պահել, կով, բայց այդ կիսուրանք պահել են։ Այդ հոտը այս ժամանակ առնում էի, բայց հիմա ազարոտ է դարձել։ Մոտիկ դնեմ մի քիչ։ Միասին վայելենք, տնանք օգտատալի մեզ թե չէ։ Տեսեք գույնը ոնց դեղնվեց։ Ես սա վնասնան ժամանակ, ինձի հազը բռնեց, ես այդ հազից բան եմ, էլի չեմ կարում այդ հազը տանեմ։ Ուտեղից իմ աղջիկս Հայաստանից Արմինես ասեց մամա, կարաս բանը կամ շոկոլադի յուղ կամ կարակ, մի քիչ էլ այդ կուրկուման ավելացրու ու խմի, էդի անցակաց։ Փորձեցի, ընդամենը մի 3 օր հազած շուտ եմ նառել, և պետք է չթողնես, որ հազ խորանա։ Որ շատ տաք է։ Այդ կուրկուման, որ գցել ենք, ոչ մի համ հոտ չի տալիս, սովորական ոնց որ կաթը խմես։ Ոչ դառնություն, ոչ, չգիտեմ, ոչ մի բան։ Ասել քիչ ես կաթը կխմեմ, կօգտագործեմ, տեսնենք ոնց ա լինում, թե չէ խեղդվում, կոկորդս էլ էր լցվել։ Այդ գիշեր երազ էի տեսնում, ուզում էի խոսամ, դելում էի չեմ կարողանում խոսամ, ոնց որ իս մի բան խեղդում է, զարդամ տենամ ինչ, ամեն մի բորբոքում եմ մի մատիս չափ, եկել են կատիկիս մոտը փակել արդ։ Նոր այդ օրի իջավ մեր քավոր կնգատուն, մեր համ հարևանեք, համ քավոր իմ տղայիս քավորն են եղել։ Իր աստուն արդեն մեր թթուն վերջացել է, ինքը մի հատ ուներ զարգատարած բացել էր, այդտեղ մի քիչ թթու գերավ, ոչ թե կաղամբեր, այլ լոլիկ էր, ծաղկակաղամբեր, այդ բորբոքային մասը նայեցի հայելով, տարել մի կողմի վրա, տեսնում ես, որ թթուն էլ է օգնում։ Հետո արդեն բաներ եմ փչում կոկորդս փչելու, դրանից օգտագործեցի, ողողումներ արեցի, մեկ բաժակ գորջերին, մի 2 կաթիլ բերեկիս, 3%-անոց, յոդ մի քանի կաթիլ, այդպես ողողում արեցի, էդ էլ օգնեց, հիմա այսօր էլ եմ անում, սա խմեմ վերջացնեմ, ու այդ ողողումն էլ անեմ, շուտ լավանամ։ Այսքան ինձի պահել էի, վերջը կողքիս աշխատողներից վարակվեցի։ Մի հատ էլ լավ բան ասեմ, սիրելիներս, բայց լավ սպասում եմ էլի, իս թվում է կլինի, որտև անենց ներ չշնչեց էլի, որ ասեք չի լինի, աշխատանք էի ման գալիս, գնացել եմ մեր մոտի MG, կադրերի բաժին եմ բարձրացել,
ասացի, որ աշխատանք եմ ուզում, բայց ես թոշակառու եմ, ասաց ինչ անենք թոշակառու, ես թոշակառու ջահելից ավելի լավ աշխատում, պրոբլեմ չկա, ես ուրախացա, իմ տվյալներս լրացրուց, ասաց 2 օրից քեզ կկանչենք, հիմա սպասենք 2 օրից կանչի, շատ լավ կգնամ ժամանակս կանցնի, ազատ ժամերից 8 ժամվա աշխատանքը, առավոտվա 8-ից 4-ը, 4-ից 12-ը, իմ տնից մոտիկա հեռու չի ոտքով կգնամ կգամ, մի օր էլ հանգստյան օր ունենք, աշխատավարձը տալիս են ժամանակի, աշխատավարձն էլ ոչինչ, լավ է, ասաց առաջ ամսը 120,000 կստանաս, երկրորդ ամսում 140,000, շատ լավ է, բայց 2 անգամ է տալիս, մեկ ամսի 5-ին, մեկ էլ ամսի 20-ին։ Ատեք սիրելի հետևորդներ ջան, ինչ ասեմ, դե առայժմ ուզել բան չունեմ ասելու, եթե ինչ-որ մի բան լինի, մի բան ուզել եմ սարքել, այսօր ոնց որ չունեմ սարքելու, էլի նորից կմիանանք իրար սիրելիներս, չեմ ուզում ձեզ շատ հոգնեցնել, նորից կմիանանք։ Սիրելի հետևորդներ, մոռացա ձեզ ասեմ, որ ասում եմ, չգիտեմ ինչ պետք է անեմ, հա, այսօր մեր քավոր կինը կգա գործի աշխատանքի տեղից, երեկ իրան թորն ու ծնունդն ա եղել, ինձ մի հատ լավ կտոր տորթ ա պահել, ես ասենք իրաց տունն էի, այդ ուշ ժամին չեմ ուտում, էլի չչափանալու համար, դրա համար ասի ավելի լավ է ես ախորժակ պահեմ, ինձ բան կանես, վաղը որ կգաս, կամ դու կգաս Մերյան սուրճ կխմենք, կամ ես իջնեմ սուրճ հետել, այդ տորթը կվայել եմ շատ համով տորթ է պատրաստել, ասեմ, որ սիրուն այդ տորթի անունը բուրգերա կոչում, ինքը շատ լավ պատրաստել էր։ Ես այդքան այդ տորթերի հետ հավես չունեմ էլի, սարքում եմ մեր տան համար, բայց ասեմ իրան նման այդել սիրուն չեմ կարող սարքել, դե որ կամ ինքը գա, կամ որ զանգի իջնեմ անպայման ձեզ ցույց կտամ, առանց ձեզ չեմ ուտի։ Սիրելի հետևորդներ ջան, իմ համ հարևանա, համ տղայս քավորկինն ա, եմ միշտ էլ ասել եմ, մեկ հարևան եմ ասում, արդեն դուք գիտեք, այս են տորթի մասին ա, որ ես ձեզ ասում էի, բուրգերա կոչվում, ու շատ համով, երեկ կեսը համը տեսել եմ, դե ասում է իրիկուն վակերացը կորածա, չէ, դրա համար ասի պահի, այսօր ինքը աշխատանքից եկել ա, միասին և սուրճ կխմենք և կվայելենք այս հիասքանչ տորթը, տորթի կտորը, դե սիրելի հետևորդներ ջան, էլի կհանդիպենք, ուրեմն սիրելի հետևորդներ, այս չգիտեմ են անգամ նկարել եմ, թե չէ, այստեղ տենում ես են թարխունը բանով էր, արմատով էր, չթափեցի, ասեցի դնեմ ծաղկամանի մեջ, այդտեղ բան էի ցանել, ծիծակ էի ցանել, դուրս չեկավ ահագին ժամանակ, տեսա, բացից սա ծլում ա, նորից փակեցի, նորից տեսա, չի ծլել, հիմա ես այս սերմերից ցանել եմ, մի քանի հատ էլ այնտեղ դրած էր սեղանին, բերեցի այսեց հողի տակը մտցնեմ, հիմա դուրս կգա, դուրս չգա, այսեց հողի տակն եմ մտցնում, դե իրան էլ ջրում եմ, այս թարխունները կպնելու են ու ինքը բան ա տալու, իրան ճյուղեր ա տալու, այդ ճյուղերը դե գիտեք, խաղելու թարխուն ա լինելու, ուղղակի ափսոս էր ասի, դե որ հողում այդ բանը չի աճել, ծիծակը, հլա բերեմ տնամ ինչ ա լինում, սա էլ այսպես, Սա մի հատ էլ ջուր կլսնեմ վրան, այս բանի տակը, որ հող լցրեցի ես դթումի,
ինքը մի քիչ ձգվեց։ Հիմա ինչ անեմ։ Եղանակն էլ անձրևային է, որ տանեի հողամասը մի բան անեի, դնեի։ Սել այսպես։ Սիրելի հետևորդներ, դե եկավ իմ հարևանուց, գնացինք, տորտը հյուրասիրեց, ես նկարել եմ, հետա բոլորդ կտեսնեք, որ կերով տորտ, ինքը մոռացել էր, պետք է ինձ կանչել, որ նկարեի, մոռացել էր, դե ոչինչ, շատ համով, կարակով պատրաստված տորտ էր։ Հետա գնացինք սուրճ խմեցինք, հյուրասիրվեցի ու եկա։ Դե ինչ եմ ուզում ասեմ, առաջի հերթին, ուզում սիրելիներս, առաջի հերթին բաժանորդագրվեք, լայքել, մի մոռացեք զանգակ կոճակը։ Ես ձեզ շատ սիրում եմ սիրելիներս, կհանդիպենք հաջորդ հոլովակին, ստեսություն ձեզ։